Բարի օր բոլորին։ Ավանդաբար շարունակում ենք մեր առակը ինչ կցուցանե հերթական հաղորդաշարը եւ այսօր մենք խոսենք անվտանգությունից, այսինքն անվտանգության զգացողությունից եւ անվտանգության իմաստի մասին։ Ով է հեղինակը ես չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, բայց դրա համար այս առակը ես կարդացել եմ տեղեկատվական անվտանգություն գրքում, որը այնտեղ ներկայացվել էր որպես նախաբան, ինչով է կարևոր անվտանգությունը եւ անվտանգության զգացողությունը։ Եվ այսպես աղվեսն ու կրյան։ Մի անտառում ապրում են աղվես ու կրյա եւ ունեն բավականին տարօրինակ հարաբերություններ։ Աղվեսը ուզում է կրյային ուտի, կրյան անում է ամեն ինչ, որ դա տեղի չունենա։ Եվ հենց աղվեսը փորձում է մոտենա կրյային, կրյան մտնում է իր խեցիի մեջ, պահկվում է եւ աղվեսը այդ խեցին էլ այսպես է շուռ տալիս, այսպես է պտտում եւ ոչ մի կերպ չի կարողանում կրային մեջից դուրս հանի։ Հենց կրյան դուրս է գալիս, աղվեսը հարցակվում է, կրյան նորից պահկվում է եւ այդպես բավականին երկար ժամանակ է տևում եւ իսկ աղվեսի համար դա արդեն սկզբունքի հարց էր, որ ես քեզ պետք է ուտեմ։ Եվ մի գեղեցիկ օր անտառում հայտնվում է մի մեծ բիլբորդ, մեծ հեռուստացույց, որով սկսում են անընդմեջ գովազդպտտվել։ Ազատությունը խեցիից։ Ընդունիր թռիչք որպես ազատություն եւ հրաժարվիր խեցիից։ Սա է ամբողջ իմաստը։ Անտառով մեկ սկսում են լուրեր տարածվել, ագրավը լուր է բերում, ասում է, գիտես, ասում է կողքի անտառում, ասում է կրյաները իրանց խեցիներից հրաժարվել են։ Ու հիմա անենց լավ են ապրում, ուտելիքը լիքը, հարգանք պատիվ, ընկերություն, անվտանգություն, հələ դեպքեր են գրանցվել, որ կրյաները թռնում են, ու այդ ամեն ինչի վրա ուրեմն այդ գեղեցիկ գովազդային հոլովակներն են որպես թռչող կրյաները առանց խեցի։ Նապաստակն է գալիս էլի ինչ որ բան է ասում նրա մասին, որ այն մյուս այս մի կողքի գյուղում էլի կրյաները մասսայաբար հրաժարվում են խեցից, որովհետև դրա դիմաց նրանք ստանում են թռչելու հնարավորություն եւ ստանում են դրա դիմաց ազատություն եւ բարեկեցություն։ Այդ դրա այդ զուգահեռ գայլը կետ է բացում, որտեղ բավականին մեծ գումարով այդ խեցիները ընդունում են, ոնց են դատարկ շշերը հանձնում, տենց կարեք դատարկ խեցիները բերեք։ Ես գրամ մտածում, այն կողքի անտառում սենց է, այս կողքի անտառում սենց է։ Ահագին փող կարամ աշխատեմ, այս խեցինից պետք չէ, թե ես թռնելու եմ, ես կլինեմ անվտանգության մեջ, ինձ ոչ մի աղվես չի կարող սպառնալ։ Գցում բռնում մտածում է եւ մի գեղեցիկ օր գալիս է գայլի մոտ եւ հանձնում է իր խեցին։ Ու հենց խեցից դուրս է գալիս, խեցին հանձնում է, աղվեսը թռնում է կրյայի վրա եւ ուտում է նրան։ Առակս ինչ կցուցանե, երբ որ ձեզ անվտանգության դիմաց խոստանում են բարիքներ, նյութական, բարոյական, կենցաղային, միշտ իմացեք, որ ձեզ խաբում են։ Դա նշանակում է, որ դուք ունեք լուրջ, անխոցելի անվտանգային համակարգ, որը չեն կարողանում հաղթահարել, չեն կարողանում ճեղքել, կոտրել, ձեզ վնաս պատճառել։ Դրա համար նման խոստումներ են տալիս, որ դուք ինքներդ ձեր ձեռքով հրաժարվեք ձեր անվտանգության համակարգից։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ մեր երկրում, մեր հասարակության հետ, երբ որ մենք մեր ձեռքով օժարակամ, ինչ-որ խոստումներից ելնելով, ես կարող եմ անգամ թվել այդ խոստումները, գնում ենք Եվրոպա, խաղաղություն ենք բերում, Ադրբեջանից ցորեն է գալիս, ճանապարհները կբացվեն եւ այդ բոլոր խոստումները միտված էին նրան, որ մենք մեր սեփական ձեռքով, մեր հոժար կամքով հանձնենք մեր խեցին, քանդենք մեր պաշտպանողական անվտանգային համակարգը եւ դրա դիմաց մենք ոչ թռչեցինք, ոչ կշտացանք, ոչ հարգանք պատիվ ձեռք բերեցինք,
Բայց դրա հետ միտեղ մենք կանգնեցինք կորուստների, զիջումների, անպատվության ճանապարհին։ Եվ շատ երկար է շարունակվելու այդ նվաստ ճանապարհը, մինչև մենք չհասկանանք, որ ամեն ձևով օգտագործելով ցանկացած հնարավորություն մենք պետք է հետ բերենք եւ վերականգնենք մեր խեցին։ Բարով մնաք։